Ողջույն։ Մենք ամեն օր օգտագործում ենք մեր համակարգիչները, աշխատում ենք, սովորում, խաղում։ Բայց երբևէ մտածել եք, ինչ է իրականում կատարվում այդ ամենի հետևում, երբ դուք ուղակի սեղմում եք մկնիկի վրա։ Դե այսօր մենք միասին կբացենք այդ անտեսանելի, բայց անչափ կարևոր կառավարչի Windows-ի գաղտնիքները։ Պատրաստ եք։ Գնացինք։ Պատկերացրեք, ամեն անգամ, երբ դուք քլիք եք անում, երբ բացում եք որևէ ծրագիր, թվում է, թե ամեն ինչ պարզ է, բայց իրականում էկրանի հետևում մի աներևակայելի բարդ գործընթաց է տեղի ունենում։ Windows-ը վայրկյանում հազարավոր հրամաններ է կատարում, որպեսզի ասենք ձեր տեսանյութը սահուն աշխատի, մինչ դուք զուգահեռ բրաուզերում ինչ-որ բան եք փնտրում։ Այսպիսով, ո՞րն է նրա իրական հիմնական գործը։ Իրականում Windows-ը երկու հսկայական խնդիր է լուծում։ Առաջինը այն կարծես թարգմանիչ լինի, այն վերցնում է մեր ծրագրերի պարզ հրամանները ու դրանք բացատրում պրոցեսորի, հիշողության ու մյուս սարքերի շատ բարդ լեզվով։ Եվ երկրորդ, այն խիստ, բայց արդար մենեջեր է։ Հետևում է, որ միաժամանակ աշխատող բոլոր ծրագրերը իրենց բաժին հիշողությունն ու պրոցեսորի ժամանակը ստանան, իրար չխանգարելով։ Լավ, բայց որպեսզի այս ամբողջ համակարգը կայուն աշխատի ու չփլուզվի ամեն անգամ, երբ որևէ ծրագիր սխալվի, Windows-ը կառուցված է մի շատ խիստ ու հիմնարար կանոնի վրա։ Եվ հենց սա է այն կայունության գաղտնիքը, որը մենք հաճախ ընդունում ենք որպես սովորական բան։ Պատկերացրեք սա որպես համակարգի VIP գոտի։ Այն կոչվում է միջուկի ռեժիմ։ Սա նման է ատոմակայանի կառավարման սենյակի։ Այստեղ գործում է միայն օպերացիոն համակարգի ամենակարևոր մասը։ Ու այն ունի բացարձակ անսահմանափակ իշխանություն ուղղակիորեն կառավարելու համակարգչի ողջ երկաթը։ Իսկ սա այնտեղն է, որտեղ մենք ենք։ Օգտատիրոջ ռեժիմը։ Մեր բոլոր ծրագրերը, բրաուզերները, խաղերը, տեքստային խմբագրիչները աշխատում են այս անվտանգ, մեկուսացված ավազախցում։ Նրանք ուղղակիորեն չեն կարող դիպչել սարքավորումներին եւ միջուկի հետ շփվում են միայն հատուկ թույլտվություններով։ Հենց սա էլ պաշտպանում է ամբողջ համակարգը։ Դե հիմա ամենակարևորը, ինչու է այս տարանջատումն այդքան կարևոր։ Որովհետև եթե օգտատիրոջի ռեժիմում ձեր խաղը կախվի, Windows-ը պարզապես կփակի այդ մեկ ծրագիրը եւ վերջ։ Բայց եթե միջուկի ռեժիմում ինչ-որ բան սխալ գնա, ահա թե որտեղից է առաջանում այդ տխրահռչակ մահվան կապույտ էկրանը։ Հիշում եք, չէ՞ այն, որ այսօր այն շատ ավելի հազվադեպ ենք տեսնում, հենց այս հանճարեղ բաժանման արդյունքն է։ Լավ, հասկացանք, թե Windows-ն ինչպես է պաշտպանում իր հիմքը, բայց ինչ է լինում մեր ֆայլերի, թղթաբանակների ու կարգավորումների հետ։ Հիմա եկեք տեսնենք, թե ինչ գործիքներով է այն կազմակերպում մեր ողջ թվային աշխարհը։ Ահա թե որտեղ է գործի անցնում NTFS ֆայլային համակարգը։ Այն ունի երկու հանճարեղ մեխանիզմ, որոնք պաշտպանում են ձեր թանկարժեք լուսանկարներն ու փաստաթղթերը։ Առաջինը գրանցամատյանն է, ձեր տվյալների մի տեսակ ապահովագրությունը։ Իսկ երկրորդը մուտքի վերահսկման ցուցակները, որոնք ձեր ֆայլերի անվտանգության աշխատակիցներն են։ Պատկերացրեք, սա շատ պարզ է աշխատում։ Նախքան ձեր ֆայլը փոփոխելը, համակարգը նախ մի հատուկ մատյանում գրում է. «Ես պատրաստվում եմ այսինչ բանն անել»։ Ու միայն երբ այդ գրառումը հաջողությամբ արվում է, նոր կատարում է բուն գործողությունը։ Եթե հանկարծ հոսանքն անջատվի, համակարգիչը միացնելուց հետո Windows-ը կկարդա մատյանը, կտեսնի, որ գործը կիսատ է մնացել ու կվերականգնի ամեն ինչ։ Հրաշալի է, չէ՞։ Իսկ որտեղ է Windows-ը պահում այս բոլոր անթիվ անհամար կարգավորումները։ Պատասխանը ռեգիստրն է։ Սա համակարգի նյարդային կենտրոնն է, մի հսկայական տվյալների շտեմարան, որտեղ գրված է ամեն ինչ։ Ձեր էկրանի պաստառից մինչև տպիչի դրայվերները։ Նույնիսկ այն, թե ձեր աշխատասեղանի սրբապատկերները որտեղ են դրված, այո, դա էլ է այնտեղ։ Դե հիմա մի թեմա, որի մասին համոզված եմ բոլորդ լսել եք, 32 բիթանոց եւ 64 բիթանոց համակարգեր։ Որն է դրանց իրական շոշափելի տարբերությունը եւ ինչու է դա այսօր այդքան կարեւոր։ Եթե շատ պարզ ասենք, բիթայինությունը ցույց է տալիս, թե ձեր պրոցեսորը միանգամից որքան տվյալ կարող է ուտել, բայց մեզ համար ամենակարևոր հետևանքը կապված է օպերատիվ հիշողության RAM-ի հետ։ Պատկերացրեք, 32 բիթը 2 գոտի ունեցող ճանապարհ է, իսկ 64 բիթը դրա կողքին 8 գոտի ունեցող հսկայական մայրուղի։ Շատ ավելի շատ տվյալների մեքենաներ կարող են միանգամից անցնել։ Եվ ահա 32 բիթանոց համակարգերի երկաթե առաստաղը։
Նրանք ֆիզիկապես կարող են տեսնել եւ օգտագործել առավելագույնը 4 գիգաբայթ օպերատիվ հիշողություն։ Վերջ։ Նույնիսկ եթե դուք ձեր համակարգչում 16 գիգաբայթ RAM տեղադրեք, 32 բիթանոց Windows-ը կօգտագործի միայն 4-ը։ Իսկ հիմա ուշադրություն դարձրեք 64 բիտանոց համակարգերի հնարավորությանը։ Ժամանակակից 64 բիտանոց Windows-ը գործնականում կարող է աշխատել մինչև 256 տերաբայթի հիշողության հետ։ Տարբերությունը պարզապես ցնցող է՝ 4 գիգաբայթն ընդդեմ 256 տերաբայթի։ Սա ուղղակի բարելավում չէ, սա բոլորովին այլ մակարդակ է։ Բայց սա դեռ ամենը չէ։ Տեսեք, խոսքը ոչ միայն ընդհանուր հիշողության մասին է, կարևոր է նաև, թե որքան հիշողություն կարող է օգտագործել յուրաքանչյուր առանձին ծրագիր։ 32 բիթանոց համակարգում դա ընդամենը 2 գիգաբայթ է, իսկ 64 բիթանոցում տեսականորեն 128 տերաբայթ։ Ահա թե ինչու են ժամանակակից խաղերը կամ վիդեո խմբագրիչները պարտադիր պահանջում 64 բիթանոց համակարգ։ Բայց սպասեք, սա նշանակում է, որ ձեր հին սիրելի 32 բիթանոց ծրագրերն այլևս պետք չեն։ Ոչ իհարկե։ Windows-ն ունի ներկառուցված մի խելացի թարգմանիչ WOW64-ը։ Այն թույլ է տալիս 32 բիթանոց ծրագրերին անխափան աշխատել 64 բիթանոց միջավայրում, կարծես նրանց համար առանձին հարմարավետ սենյակ ստեղծելով։ Շատ խելացի լուծում է։ Դե ինչ, մենք խոսեցինք միջուկից, ֆայլային համակարգից, հիշողության կառավարումից։ Այս ամենը միգուցե մի քիչ բարդ հնչի, բայց գիտեք կա մի շատ պարզ առօրյա ձև այս ամենը պատկերացնելու համար։ Եկեք պատկերացնենք մի մեծ հյուրանոց։ Windows-ը հենց այդ հյուրանոցի կառավարիչն է։ Ինքը հյուրանոցի շենքը մեր համակարգչի երկաթն է, իսկ հյուրերը դե դրանք մեր բոլոր ծրագրերն են։ Կառավարիչը շատ խստորեն հետևում է, որ ոչ մի հյուր ուրիշի սենյակ չմտնի։ Սա հիշողության պաշտպանությունն է։ Նա նաև ապահովում է ծառայություններ, օրինակ սենյակների մաքրում։ Սրանք Windows-ի ֆունկցիաներն են։ Եվ իհարկե արդարացիորեն բաշխում է վերելակից օգտվելու ժամանակը, որն էլ մեր պրոցեսորի ժամանակն է։ Իսկ հյուրանոցի հաստափոր գրանցամատյանը, դե դա իհարկե մեր ծանոթ ռեգիստրն է։ Եվ վերջում, եկեք մի պահ մտածենք։ Այսօր օպերացիոն համակարգը հյուրանոցի կառավարիչ է։ Բայց աշխարհն արագ փոխվում է։ Ինչ պետք է կառավարի ապագայի օպերացիոն համակարգը։ Գուցե ոչ թե առանձին ծրագրեր, այլ մի քանի հզոր արհեստական բանականության մոդելներ, կամ միգուցե մի ամբողջ խելացի քաղաքի տվյալների հոսքեր։ Հետաքրքիր է, չէ՞։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք այս բացահայտման ընթացքում։